Mēs ինչ օրի հասանք, սակ Բերթում միշտ խոսքերդ էի հիշում, որ դատավճիռս կարդալուց հետո մոտիկացար ու ասացիր. Կյանքը երբեմն շատ դաժան է լինում, բայց պետք է կանգնես ու առաջ գնաս։ Անընդհատ աչքիս առաջ մեր մանկությունն է, որ տնից փախնում էինք ու գնում էինք մեր թաքստոցը։ Դու էլ ընդեղ միշտ մի բան կա կանֆետ էիր պահում։ Ու մոռանում էինք այս աշխարհ այդ քաղցրությամբ։ Բերթում այնքան ծանր օրեր եմ տեսել։ Այնքան դժվար բաների մեջով եմ անցել, դժվար փորձությունների, որ մտածում եմ ես կյանքում էլ ինձ ոչ մի բան չի կոտրի։ Բայց նանեի կորուստը կոտրեց ինձ, ոնց բոլորիս։ Ու փլվեց մեր այդ սիրուն աշխարհը։ Հետո Արամը։ Արամը իր այդ մեր վերջին հույսը տարավ այս կյանքում նորմալ ապրելու։ Վերջին հույսը տարավ նորմալ կյանք վերադառնալու։ Չէ, ես չեմ փոշմանել ոչ մի արածի համար։ Բայց ինձ մեղավոր եմ զգում։ Մեղավոր եմ զգում, որ չկարողացա պաշտպանել Նանեին ու Արամին։ Հիմա էլ դու։ Սակ չհանձնու ես։ Դու հիշում ես, չէ՞ որ դու էիր ինձ ասում, որ կյանքում ամենադժվար փորձությունների ժամանակ կարևորը չհանձնվելն է։ Հիմա ես եմ քեզ ասում, ախպերս, չհանձնվես։